շատ, տարին ես իմ քանի անգամ։ Մի օր մեզ պաշտամունք էր, Զատկի պաշտամունք գիշեր մեր իշխան կոչված եղբոր տանը, մի ավտոբուս, մի 5-6 միլիցիա ներս մտան, այդ ժամանակ ես էի քարոզում։ Տեսնեիք են քաջ երևացող եղբայրները ոնց լուսամուտից թռան դուրս։ Ոմանք մտան գարձիրով, ոմանք մտան կառավատի տակ։ Էդ էլ տեսա։ Եկան ինձի բռնեցին և մի քանիսին տարան։ Հիմիտ ինձի քարոզիչ են բռնել, որոշել են 3 հատ կագեբեիստ, որ ինձի լավ ծեծեն, թևերը կշտեցին, միլիցիայությունում նստած են այդ կագեբեիստները, տարան, ասի ինչ ասեմ սրանց, որ կարանան փրկվեն, թե չէ սրանք թևերը կշտեն ինձի լավ կծեծեն, մեռնելու հաշճան կծեծեն։ Ասի բայց իմիջալոց Վլադիմիր Իլիչ Լենինը, չեմ ասում Լենինը, Վլադիմիր Իլիչ Լենինը շատ զորավոր խոսք ասել, հավատացյալների մասին։ Ասեց ինչ ասել, տղա ջան, ասեց տենամ ինչ ասել, ասեց նրանց եթե հալացեք, ծեծեք, սպանեք, նրանք ավելի կշատանան, նրանց պետք է գաղափարապես համոզել։ Սրանք թևերի չծրին, ասին զանգեք թող Փիլոյանը գա, Փիլոյանները ամբողջ ռայոնի պրոպագանդայի բաժնի վարիչներ։ Փիլոյան եկավ, ինքը առաջ անգամ չէր ինձի տենում, ասեց այդ տղա ինչ գործ ունես էլի քարոզել ես բռնել են բերել են։ Քանի անգամ քեզ ասի խելոք մնա։ Վերջը մի կես ժամ ճար կարդաց գլխիս, ասեց արա ինչքան աղմախ ես դու։ Ջահել տղա ես, ինչ ես նվիրել կյանքդ։ Ինքը խոսում ես խաղաղ, հանգիստ, աղոթում եմ մտքի մեջ, սա գոռում է, անպատվում է, անարգում է, վերջը նսեմ ասում այն ոնց ուզում է։ Ես խաղաղ, նենց ներսով, լրիվ խաղաղ և ուրախ հոգով։ Մեկ էր սենց արեց, տենում ես ենքան ես բտած է, որ խոսել չես կարում։ Ասեցի, երկակնդի վրա ատոմային զենք կա, ասես կա, բայց որ ատոմային պատերազմ չկա, չի նշանակում ատոմային զենք չկա, չէ, ասես չի, ասի ես վերջացրեցի, մեկ է 3 կագեբեստներ հասկացան ինչ, ասին 1-0 օգուտ Պավելինի,